Գարեգին երկրորդ կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը քննչական կոմիտեն ստացել է։ Գերատեսչությունից հայտնում են, որ օրենքով սահմանված ժամկետում այն քննության կառնվի։ Ամենայն հայոց կաթողիկոսը պաշտոնապես հրավիրվել է մասնակցելու վրաց կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը, որը տեղի կունենա մարտի 22-ին։ Գարեգին երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան արգելված է լքել Հայաստանը։ Մայրաթորից հայտնել են, որ կաթողիկոսը մտադիր է մասնակցել վրաց պատրիարքի հուղարկավորությանը։ Սուրեն Պապիկյանը կարծում է, թե ընդդիմության հիմնական հատվածի ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, եթե նրանք հաղթեն Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Պաշտպանության նախարարն այսպիսով կրկնել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ընդդիմադիր որոշ ուժեր հերթական պատերազմն են նախապատրաստում եւ ընտրություններում նրանց հաղթանակի դեպքում պատերազմն անխուսափելի կլինի։ Պապիկյանն ասել է, թե ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները, որ տարածքային պահանջներ ունեն հարևան երկրներից, ենթադրում է ուղիղ պատերազմ։ Արմավիր քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում ազատազրկված անձը Սավանով կախվել է, դեպքը տեղի է ունեցել կեսգիշերն անց։ Աղբյուրի փոխանցմամբ խցակիցները ժամանակին նկատել են Սավանով կախված տղամարդուն եւ կարողացել են փրկել նրա կյանքը։ Նա վաղարշապատ բուժկենտրոն է տեղափոխվել, դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը չի բացառում, որ խորհրդմոր կողմից բռնության ենթարկված երեխայի սպանության փորձի դեպքով մեղադրանք կարող է առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների։ Հարցին ինչու ոստիկանությունը տեղեկացված չի եղել ընտանիքում տիրող միջավայրի մասին, նախարարն ասել է, ազդակը պետք է նախ գա համայնքից, սոցիալական ծառայողներից։ Այժմ ուսումնասիրում են իրավիճակը եւ եթե որևէ խախտում հայտնաբերվի ոստիկանության աշխատանքի մեջ, արձագանքը չի ուշանա, վստահեցրել է Սարգսյանը։ Մետրոյում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ երթևեկությունը վերականգնված է եւ իրականացվում է բնականon երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում։ Խափանումն առաջացել էր հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում։ Այս ընթացքում մետրոն անցել էր 1 գծանի երկկողմանի երթևեկության։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով սպանվել է կորպուսի խոսնակ Ալի Մոհամմադ Նայինին։ Նշվում է, որ նա մահացել է լուսաբացին հարձակման հետևանքով։ Իսրայելում երկաթե գմբեթ հակաօդային պաշտպանության համակարգում աշխատող պահեստազորային զինծառայող է ձերբակալվել Իրանի օգտին գաղտնի տեղեկություններ փոխանցելու կասկածանքով հայտնել է ոստիկանությունը։ Նշվում է, որ Երուսաղեմի 26-ամյա բնակիչ Ռաս Քոհենն ամիսներ շարունակ կապ է պահպանել իրանական հետախուզության ներկայացուցիչների հետ եւ նրանց հանձնարարությամբ փորձել է իրականացնել տարբեր անվտանգության առաջադրանքներ, այդ թվում փոխանցել զգայուն տեղեկատվություն։